Պարոն Գրիգորյան, ինչ քվեի եք սպասում, ինչպիսի ակնկալիքներ ունեք։ Լավ։ Պարոն Գրիգորյան, ես հարց ունեմ էլի, գրեթե 1 ժամից ավել ընտրատեղամասում եմ եւ վարչական շրջանի ղեկավարը Մերձավանի վստահված անձ է, ստեղծան հետևում է ընթացքին, բարևում է անձած, այս հանգամանքը ձեր չի անհանգստացնում, այսինքն իր գործոնը կարող նաեւ քաղաքացիների նկատմամբ ճնշում լինի։ Վստահ որ Մերձավանում չի կարողանում բանալի։ Ուզեն բարևեն, ուզեն պաչեն, ամեն ինչ նորմալ։ Հանցավոր ռեժիմը կախվի, պետք է իրեն ընտրեն։ Ինչ է հանցավորության մասին ասում։ Ես չգիտեմ, որ Սարեջակյանը ինչ նկատի ունի, բայց համայնքի ղեկավարը դրա հանցավորության դեմ պայքարի համար կա իրավապահ համակարգ, համայնքի ղեկավարը ինչու պետք է ինչ լիազորություններ պետք է ունենա, որ հանցավորության դեմ պայքարի։ Ասում է այդ ուժերը հանցավորության մեջ ներգրաված են։ Ո՞ր ուժեր։ Նկատի ունեք նաև դիպսիկ դինազարանը։ Այս Գործարի Բեկյանը համարանում, որ ինքն էլ է կոալիցիա կազմել հենց այդ ուժի հետ, որը որ ձևավորեց համայնքի ղեկավարի պաշտոնում։ Պարոն Գրիգորյան, ես նկատում եմ, որ այստեղ ձեր պաստառն է փակցված եւ ըստ օրենքի դա պետք է 50 մետր հեռավորություն վրա լինի, արդյոք այստեղ խախտում չկա եւ Փարաքարի մեկ համայնքում էլ նման դեպք, բայց այնտեղ բոլոր տեխնացուների պաստառներն են տեղադրված, այստեղ միայն ձերն Եթե խնդրեմ շատ դիլեք եւ տեսնեք, որ բոլորին են պաստառից ավել պակաս կամ մոտիկ եղուն չի որոշելու համակի բնակ չի կլայ։ Պարոն Գրիգորյան, 9%, բայց այդպես էլ ղեկավար չդարձեք։ Մենք 49% չենք Դուք 49% եք, հիմա ինչքան եք ունենալու։ հաղթանակ ենք ունենալու։ 50% ունենալու եք։ Իսկ եթե ամեն դեպքում չլինի դա, պատրաստ եք միավորվել նպաստավոր այսպես առաջարկների դեպքում։ Որ ուժի հետ եք պատրաստ կոալիցիա կազմել։ Առաջարկներ բազմաթիվ են եղել, ես տեսակով այդպեսի չէ, որ ինչ-որ նպաստավոր առաջարկները փոխանցային քվեի հետ, որ ժողովուրդը կազմել, իսկ ժողովրդի կարծիքով ես համաշատ կարող եմ ասել, Ինչ վերաբերվում է ձեր ասած ուժերին, որ ես պետք է լիանամ, ես ոչ ոքի չեմ ասում։ Պարոն Գրիգորյան, մի հարց էլ կարծիքներ են հնչում եւ այդ մասին նաեւ վկայում են բոլոր այն համայնքները, որտեղ քաղաքացիական պայմանագիրը բարդվել է կամ կոալիցիա չի կարող կազմել, երկրորդ անգամ ընտրություններ են գնացել եւ բոլոր տեղերում գրեթե հաղթանակը իրենցն է եղել եւ հիմա մտավախություն կա, որ Փարաքարում եւս այդ սցենարն է լինելու, օրինակ ինչպես Վեդիում, ինչպես Գյումրիում են հիմա, ինչպես Վեդիում Դուք այս մասով մնացել մի քանի ժամ եւ այդ ամեն ինչը դեպի մեր հանրությունը, ժողովրդի բնակչությունը բոլորը ականատես կլինեն այդ